Բարև ձեզ եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայաստանը խնդիր չունի, չի ունեցել ու չի ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ու նրա շահերը վնասելու առումով։ Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, պատասխանելով Օրագիր Նյուզի հարցին, թե արդյոք դեպի արևմուտք կողմնորոշում վերցնելով իր իշխանությունը Հայաստանի տարածքից չպետք է հանի ռուսական ռազմաբազան։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե իր խոսքերը խեղաթյուրում ենք եւ ինքը երբեք չի ասել, որ Հայաստանն արևմուտք է գնում։ Արտահայտությունը ես իհարկե հիմա շատ արտահայտություններ եմ արել, բայց չոր չեմ հիշում, որ ես երբևէ ասած լինեմ, որ մենք գնում ենք արևմուտք։ Սովորաբար ես ասում եմ, որ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում, եթե Ուշագրավ է, որ ռուսական ռազմաբազայի հարցից հետո Նիկոլ Փաշինյանն ասմունքեց. Առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք եւ միշտ կունենանք առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով։ Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցելուն, ապա այդ հարցին ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ ես արտահայտվել։ Մենք բարեբախտաբար թե դժբախտաբար դեռևս ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Եթե տեսնենք, որ այն մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ ասել եմ ու ասում եմ, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել ու չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ու Ռուսաստանի Դաշնության շահերը վնասելու, հայտարարեց Փաշինյանը։ Հարցին էլ իրեն հայտնի է ԵՄ անդամ որևէ երկիր, որի տարածքում ռուսական ռազմաբազա կա, Փաշինյանը հորդորեց այս հարցն արհեստական բանականությանն ուղղել, սակայն կառավարության ղեկավարին տեղեկացրինք, որ մենք արհեստական բանականությունից չենք օգտվում։ Հիշեցնենք, Հայաստանում ռուսական ռազմաբազան տեղակայվել է մինչև 2044 թվականը, օրերս Փաշինյանն Լեհաստանում հայտարարել էր, որ ռազմաբազան դուրս բերելու մտադրություն պաշտոնական Երևանը չունի։ Մայրաթորի դիվանապետ Արշակարգ եպիսկոպոս Խաչատյանը կալանքից ազատ է արձակվել, այս մասին հայտնում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ։ Իր Facebook-յան էջում գրել է Բաբայանը, հայտնի է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։ Վարչական հսկողությունը սահմանվում է քրեական դատավարության 124-րդ հոդվածով, ըստ որի վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժման եւ գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը 3 անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված ֆայլի իրավասում առնում։ Հիշեցնենք, Արշակարգ եպիսկոպոս Խաչատյանին դեկտեմբերի 4-ին քննչական կոմիտեի էին հրավիրել նրան վերագրվող 5 տեսանյութի գործով հարցաքննության, սակայն հարցաքննության ավարտից հետո, երբ արդեն փաստաբանի հետ ցանկացել են դուրս գալ շենքից, նրանց դիմավորել են ԱԱԾ աշխատակիցներն ու հայտնել, որ քննիչի որոշում ունեն հոգեվորականին ձերբակալելու վերաբերյալ։ Արշակարգ եպիսկոպոս Խաչատյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Սրբազանին վերագրվող դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրաժարականի պահանջով Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։ Ըստ մեղադրանքի ակցիայի մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Արշակարգ եպիսկոպոսը ինչ-որ մեկին հրահանգել է թմրանյութ գցել նրա ուսապարկը։ Այսօր Իրանի դեմ շարունակվող պատերազմի 6-րդ օրը իրանական կողմն անօդաչու թռչող սարքով հարվածել է Ադրբեջանի տարածքին, թիրախավորելով Նախիջևանի ինքնավար հանրապետության միջազգային օդանավակայանը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանից հարձակված ԱԹՍ-ն հարվածել է օդանավակայանի շենքին։ Չնայած Ադրբեջանի կողմից Իրանի նկատմամբ ցուցաբերած բարիդրացիական հարաբերություններին, Մոլաների ռեժիմը բացահայտել է իր իրական դեմքը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվել է իր տարածքը տրամադրել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, սակայն ենթարկվել է Իրանի հարձակմանը, փոխանցում են ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները։ Հարձակումից հետո օդանավակայանին մոտ գտնվող դպրոցների աշակերտները տարհանվել են։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Բաքուն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել պատասխան գործողություններ, իսկ Իրանի դեսպանը կանչվել է արտաքին քաղաքական գերատեսչություն։ Պաշտոնական Թեհրանը հերքել է այս տեղեկությունը, նշելով, որ Ադրբեջանի տարածքին չի հարվածել։ Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի զինված ուժերն Իրանի սահմանի երկայնքով զորք են կուտակում։ Զորքի տեղակայումը չի սահմանափակվում միայն մի քանի գումարտակի տեղակայմամբ, այնտեղ են ուղղվում նաև տանկեր եւ զրահափոխադրիչներ, իսկ սահմանապահ ուժերի փոխարեն կոմանդո ստորաբաժանումներ։
Հայաստանը ցավում է այն իրադարձությունների համար, ինչ տեղի է ունենում Իրանի շուրջ եւ տարածաշրջանում, սակայն պիտի արձանագրենք, որ այս իրավիճակը նոր չէ։ Այս մասին իր այսօրվա ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն է հայտարարել։ Այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, մի տարի կամ տարիուկես առաջ է ձևավորվել, ես որ ասում եմ դրա համար է, ասում ես պերաշկի եմ ուտում, հումոր չեմ անում, որովհետեւ այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք։ Նշեց նա ի պատասխան քննադատությունների, թե ընթացիկ լարված իրավիճակում ինքը եւ իշխող կուսակցությունը զբաղված են իրենց քարոզչական այցերով։ Փաշինյանը վստահեցրեց նաեւ, որ Հայաստանի կառավարությունն անհոգ չէ, թե ինչ գործողություններ եւ որոշում են կայացվել ստեղծված իրավիճակի առնչությամբ, նա չմանրամասնեց։ Նկատենք, որ պերաշկու մասին հարցը 3 խորհրդարանում Փաշինյանին այնքան էր հունից հանել, որ ինքնահրկիզվելու կոչից բացի նա պնդեց ներկայիս ընդդիմությունը դուրս է մնալու հաջորդ խորհրդարանից։ Այսօր արդեն Փաշինյանը նշեց, որ նման հայտարարություն է անում հիմնվելով իրենց կողմից իրականացված հարցումների վրա։ Նա չմանրամասնեց, թե երբ են արվել այդ հարցումները, ինչպիսին տրանքով, շեշտելով, որ դրանք հրապարակման ենթակա չեն, քանի որ այդ հարցումներն արվել են իրենց աշխատանքային նպատակների համար։ Ես տիրապետում եմ հարցումների եւ ինֆորմացիայի եւ առանց դրա չէի կարող նման բան հայտարարել, նշեց նա։ Կառավարության ղեկավարը երեք ազգային ժողովում ասել էր, որ հաջորդ գումարման խորհրդարանում կլինեն 2 դիմադիր ուժեր, բայց դրանց թվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքն չի լինի։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մեր հարևանությամբ ռազմական գործողություններ են տեղի ունենում եւ որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե դրանք ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա, ուստի ես կարծում եմ, որ գործող իշխանությունները պետք է լրջորեն մոտենան այս հանգամանքին։ Իսկ նրանց լրջությունը պետք է բնութագրվի համարժեք պահվածքով, ես այդպիսի պահվածք չեմ տեսնում։ Անդրադառնալով ԵԿՄ նախագահ ԿՊԱ-ական Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե սպարապետ Վազգեն Սարգսյանին սպանեցին, խփեցին այնպես, ինչպես փորձում էին Նիկոլ Փաշինյանին խփել, Սերժ Սարգսյանն ասաց. Ես չգիտեմ մարմնի որ մասով է մտածում այդպես խոսողը անկախ անձնավորությունից, բայց անհնար է ուղղակի պատկերացումների իմ մտածելակերպի մեջ համեմատել երկու այդպիսի անձերի, երկու այդպիսի գործիչների։ Այո, Վազգենը ֆիզիկապես չկա, երկար տարիներ չկա, բայց Վազգենի երազանքը, Վազգենի դիրքորոշումներն այսօր շատ մարդկանց մեջ ապրում է։ Ես վստահ եմ, որ այդ մոտեցումները, այդ դիրքորոշումները շատ երկար դեռևս լինելու են մարդիկ, որոնք ջերմությամբ կրելու են։ Դատարանի բակում նշել է Սարգսյանը։ Երրորդ նախագահն անդրադարձավ նրան, որ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը կարծես սիրախավորում է նախկին նախագահներին, նաև հայտարարում, որ կապ չունի երրորդ նախագահի հետ, նշելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր նախընտրական քարոզը ստանդանում է յուրովի, ինչպես արդյունավետ է համարում։ Ես առանձնապես այդպես կոշտ որևէ քննադատություն չեմ լսել, ես իր հետ որևէ քաղաքական համագործակցություն չունեմ եւ չեմ ունեցել, ասաց նա։ Համաձայն Զվարթնոց օդանավակայանի Դուբայից այսօր առավոտյան չվերթ է ժամանել Երևան, սա Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքի փակվելուց հետո Դուբայից Երևան ժամանող առաջին չվերթն է։ Դուբայ-Երևան եւս մեկ չվերթ էլ ավելի ուշ է սպասվում, այս պահի դրությամբ չեղարկված են Դուբայ-Երևան, Աբու Դաբի-Երևան եւ Դոհա-Երևան չվերթները։ Իրանը հայտարարել է մերձավոր արևելյան երկրների ամերիկյան ռազմաբազաները թիրախավորելու մասին, մինչդեռ ծոցի երկրները պնդում են, որ հարվածներ են հասցվել նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում օդանավակայաններին։ Այս օրերին մի շարք թռիչքներ չեղարկվել են, դրանց պատճառով տարբեր երկրներում մնացած Հայաստանի քաղաքացիները շարունակում են անորոշության մեջ սպասել Դուբայ, Աբու Դաբի, Դոհա, շատերն էլ այս քաղաքներից տարանցմամբ ավելի հեռու Շրի Լանկա, Հնդկաստան։ Կառավարությունն առայժմ միայն առաջարկում է օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան իրականացվող թռիչքներից, որոնց գները սկսվում են 1000 եվրոից։ Վերջին օրերին Մասկատից 2 օդանավ է ժամանել Երևան, առաջին թռիչքի տոմսերը գնել է Հայաստանի ընդամենը 15 քաղաքացի, իսկ 2 օր առաջ օդանավը 90-ից ավելի հայաստանցիների է բերել։ Այսօրվա ամենամատչելի տոմսը 1200 եվրո է։ Արարատ Միրզոյանը 3 խորհրդարանում հիշեցրեց, պետությունը միայն ապահովել է, որ մարդիկ ցամաքային ճանապարհով հասնեն Մասկատի օդանավակայան։ Այսօր մարտի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 13:40-ի սահմաններում Սիլիկյան խճուղում հյուսիս-հարավ ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Հովիկ Գ-ի վարած Տեսլա մակնիշի եւ Երևանի բնակիչ 22-ամյա Էդգար Խ-ի վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգիում առաջին օգնության են հասել քաղաքացիները, եւս քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊՑ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Տեսլան դուրս է եկել երթևեկելի գոտուց, փախվել հողաթմբերին եւ քարերին ու հայտնվել աղբամանների մոտ, իսկ Մերսեդեսի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։